Գոյամարտ սերիալում այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հերոսներից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքի ամենածանր օրերը։ Եթե նախկինում թվում էր, թե գլխավոր պայքարը ընտանիքների մեջ է, ապա հիմա պարզ է դառնում, որ ամենամեծ պատերազմը յուրաքանչյուրի ներսում է։ Լեայի կյանքը բառացիորեն մեկ օրվա մեջ փոխվեց։ Երկար ժամանակ նա պայքարում էր հանուն իր սիրո, համոզված լինելով, որ Հունանը պարզապես չի ընդունում Լեոյին։ Նա կարծում էր, որ հոր և Լեոյի միջև հակամարտությունը սովորական ընտանեկան թշնամանք է, սակայն հիմա, երբ բացահայտվել է այն գաղտնիքը, որ Հունանը կարող է կապված լինել Ռաֆի մահվան հետ, Լեան այլևս չի կարող նույն աչքերով նայել ոչ հորը, ոչ էլ իր սեփական անցյալին։ Ամենացավալին այն է, որ նա իրեն մեղավոր է զգում, թեև իրականում ոչ մի մեղք չունի։ Երբ մարդը սիրում է մեկին, իսկ հետո իմանում, որ իր ընտանիքը կապված է այդ մարդու կյանքի ամենամեծ ողբերգության հետ, սկսում է պատասխանատվություն զգալ, նույնիսկ այն բանի համար, որի վրա երբեք ազդեցություն չի ունեցել։ Հենց այդ պատճառով Լեան հեռանում է, լռում, փակվում իր մեջ։ Նա չի փախչում Լեոյից, այլ փախչում է այն իրականությունից, որն այլևս չի կարող ընդունել։ Մյուս կողմից Լեոն նույնպես հեշտ վիճակում չէ, նա տարիներ շարունակ փնտրել է հոր մահվան ճշմարտությունը։ Իհարկե, դեռ այսքան շուտ Լեոն չի կարողանա բացահայտել, թե ինչ է իրականում կատարվել, սակայն Լեոն ու Լեան բաժանվեցին ու դա փաստ է։ Դեռ հայտնի չէ, ինչ ջրեր են նրանց միջև հոսելու, մինչև նրանք կարողանան իրենց հարաբերությունները կարգավորել, քանի որ Լեան երբեք էլ չի կարողանա Լեոյի աչքերի մեջ նայել այնպես, ինչպես այդ ճշմարտությունն իմանալուց առաջ, և Հունանն իրեն ընդհանրապես մեղավոր չի զգում այդ ամենում։ Լեոն սիրում է Լեային հենց նրա համար, թե ով է նա, այդ պատճառով էլ որքան էլ հիմա վիրավորված լինի, դժվար թե կարողանա մոռանալ կամ ատել նրան, բայց դա չի նշանակում, որ նրա ներսում պայքար չի լինելու։ Ու հատկապես այն բանից հետո, երբ իմանա, թե ինչն է եղել պատճառը, որ Լեան իրեն ուղղակի լքել է։ Այս ամենի կենտրոնում հայտնվում է նաև Մանանը։ Վերջին շրջանում նրա կերպարը զգալիորեն հասունացել է, եթե սկզբում նա հաճախ էր առաջնորդվում զգացմունքներով, ապա հիմա փորձում է հասկանալ մարդկանց արարքների իրական պատճառները։ Հենց այդ պատճառով էլ նա առաջիններից մեկն է նկատում, որ Լեայի մեջ ինչ-որ բան է փոխվել։ Մանանը տեսնում է, որ Լեան այլևս նույնը չէ, նրա հայացքում վախ կա, հիասթափություն, շփոթություն, նաև ատելություն, և բնականաբար նա փորձում է պարզել պատճառը, սակայն նա դեռ չի էլ կարող պատկերացնել, որ ճշմարտությունը հենց իր կյանքի հետ է կապված։ Եթե Մանանը վերջապես իմանա, թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ, դա կարող է ամբողջությամբ փոխել նրա վերաբերմունքը ոչ միայն Հունանի, այլ նաև Գրիշիի նկատմամբ։ Մինչ այդ նա փորձում է հավասարակշռություն պահել, հասկանալ բոլոր կողմերին, բայց կան բացահայտումներ, որոնցից հետո նախկին հարաբերությունները հնարավոր չէ պահպանել նույն ձևով։ Շատ հետաքրքիր է նաև Գրիշոյի դիրքը։ Գրիշոն կարծես հայտնվել է ամենաբարդ իրավիճակներից մեկում՝ մի կողմից հայրը, մյուս կողմից կինը, քույրը և մարդիկ, որոնց հետ մեծացել է։ Նա արդեն հասկանում է, որ տարիներ շարունակ շատ բան իրեն չեն ասել, և որքան էլ շատ գաղտնիքներ բացահայտվեն, այնքան ավելի դժվար է լինելու նրա համար ընտրել, թե ում կողքին կանգնել։ Հեռուստադիտողների համար մեծ հարց է մնում նաև Ավոյի վերադարձն ու հետագա քայլերը։ Դավիթ Պապն այս պահին հայտնվել է իր կյանքի հերթական փորձության առաջ։ Տարիներ շարունակ նա փորձել է պահել ընտանիքը միասին, բայց հիմա տեսնում է, որ անցյալի գաղտնիքները շարունակում են քանդել ներկան։ Այնուամենայնիվ, նա մնում է այն մարդը, ում շուրջ բոլորը դեռ հավաքվում են ամենադժվար պահերին։ Ընդհանուր առմամբ, Գոյամարտը հիմա հասել է մի կետի, որտեղ յուրաքանչյուր նոր բացահայտում փոխում է մի քանի մարդկանց ճակատագիր միաժամանակ։ Լեայի ցավը, Լեոյի պայքարը, Մանանի հարցերը, Գրիշոյի ներքին հակասությունները, Ավոյի վերադարձը և Վովայի որոնումները միավորվում են մեկ մեծ պատմության մեջ։ Եվ թվում է, որ առաջիկա սերիաներում ամենակարևոր հարցը լինելու է ոչ թե այն, թե ով ում հետ կլինի, այլ այն, թե ով կհամարձակվի ամբողջությամբ ընդունել ճշմարտությունը։ Որովհետև այս պատմության մեջ ճշմարտությունը ոչ միայն ազատում է մարդկանց, այլ նաև ստիպում է նրանց վերանայել իրենց ամբողջ կյանքը։ Իսկ այդ ճանապարհը երբեք հեշտ չի լինում։ Այնպես որ, եթե ցանկանում եք միասին բացահայտել, թե ինչ է կատարվելու հեռուստասերիալում, բաժանորդագրվեք մեր ալիքին, շատ հետաքրքիր բացահայտումներ խոստանում ենք շուտով։
Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, արդյոք այս ամենից հետո Լեան ու Լեոն միասին կլինեն, թե նրանք բաժանվելու են։